Պարոն Ղուկասյան երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազան Աջապահյանին 2 տարով կալանավորեցին։ Ձեր դիրքորոշումը չրած դուք արտահայտվել եք, դատապարտել եք, բայց խնդրեի մեկ անգամ ևս խոսել եւ նաեւ այսօր Գյումրու տոնն է, քիչ առաջ էլ խոսում էինք, պտտում էինք Գյումրիով, նախ Գյումրին միշտ է հրաշք գեղեցիկ քաղաք եղել, ես շնորհավորում եմ ձեզ, հիմա Գյումրին նաեւ դարձել է շատ մաքուր քաղաք, բայց տոնը թերի է, թերարժեք է, կհամաձայնեք երևի առանց Սրբազանի եւ նաեւ երևույթի մասին խնդրեի, որ խոսեիք, խնդրեմ։ Մի բան ասեմ, որ մենք արդեն 65, ես արդեն 65 տարեկան եմ, ես չեմ տեսել, որ հոգեվորականին բերեն կանգնեցնեն դատարանի առջև։ Եվ նմանատիպ հոգեվորականին ես չեմ կարող իրան ասենք շատ բնութագրել հավատքի հետ կապված, բայց որ ինքը հայրենասեր է, փաստ է։ Ինքը շատ հայրենասեր է, չկոդորվող անձնավորություն է, եւ հետո այսօր իրենք դադում են ոչ թե անհատին, իրենք դադում են հայոց խիղճը եւ հավատը։ Ամենասարսափելին դա է, որ այսօր մեր բարեխոսը տիրոջ դա հանդիսանում են մեր հոգեվորականները, իսկ դատավորն Աստված է իրենց կատարած գործերի, մենք պետք է իրանց բերանի խոսքը լսենք, ոչ թե պետք է մենք քննադատենք կամ դադենք, ասում է մի դադեք, որ չդադվեք, մենք իրավունք չունենք, դա Սուրբ գրքում է գրված, ուրեմն դա իրենց գործը չի, բայց այդ խոսքի համար Սրբազան դադել, դա առնվազն կարող եմ ասել անբարոյականություն է, ուրիշ ոչ մի բան, դա վախ է, որ իրենք վախենում են, հետո դա այն է, ինչ որ հիմա անում են հայ ժողովրդի գլխին, ուրեմն խելացի մարդկանց, հայրենասեր մարդկանց, հավատքով մարդկանց, հայրենիք սիրող մարդկանց բոլորին ուրեմն դադում են Հայաստանի Հանրապետությունում, դա արդեն փաստ է երևում է 7000-ից 10000 տարեկան սրանք դատավարություններ են անում եւ մարդկանց կալանավորում են։ Այսինքն ինչ որ անում է Էրդողանը Թուրքիայում, Ալիևը Ադրբեջանում, նույնը անում է այս տղան մեր երկրում։ Եվ սա արդեն երևում է, սա արդեն փաստ է։ Էլ չի կարելի ասել, թե սրանք ովքեր են, ինչ որ թուրիմացություն է, ինչ որ իրենք հələ միտեղ տեղ ունեն մտածելու, որ նրանք կապ չունեն, միանշանակ կապը կա դրսի ուժերի հետ, անգլո-թուրքական ուժերն են, որ քանդում են Հայաստանը, սա վերջն է, եթե մենք այս պահին լռենք։ Ես այն օրն ասեցի, եթե մենք լռենք, ապա քարերը պիտի աղաղակեն։ Հայոց քարերը, որոնք խոսում են հայերեն, հայոց ջրերը, որոնք խոսում են հայերեն, եւ այս ամեն ինչը մեր արևմտյան Հայաստանի եւ մեր նախնիները, որոնք այս պահին իրանք կենտանի սպասում են, որ մենք ահեղ Դադաստանը Թուրքին լինի, եթե այսօր մենք դավաճանենք, դավաճան անունը դարձել է սովորական բան։ Ես չգիտեմ ինչ խոսքից են սրանք քաշվում, ինչ խոսք ասես, որ զգաստանան, ինչ խոսք ասես, որ դաստիարակվեն, անհնանին բան է։ Մենք պետք է պայքարենք եւ պետք է իրոք Իսահակյանի ժողովուրդն արթնացել է, ես կոնկրետ ասում եմ արդեն ժողովուրդը առաջվա ժողովուրդը չէ, չնայած իրանք այնպես են արել, որ միջին խավը վերացրել են Հայաստանի Հանրապետությունից, ցավում եմ, որ միջին խավը չկա, այ դա է ամենասոսկալին։ Միջին խավը վերացրել են, դուրս է եկել, բայց միջին խավը հետ է վերադառնում եւ անպայման պայքարելու է իր երկրի ազատության համար։ Եվ միջոցառում կա, գիտեմ, որ նաեւ խնդիրներ են, ֆինանսական տարբեր տեսակի խնդիրներ են ձեզ համար ստեղծում։ Ես օրերս դուք հարցազրույցեր տվել, մեջբերում արեցի իմ եթերում, որ պետք է բյուջեը հատկացվեր 24 միլիարդ դրամի մասին էր, բայց ընդամենը հատկացվում է 4 միլիոն։ Ճիշտ ասած 25 միլիոնի մասին էր խոսքը։ Հիմա մենք երբ որ Սամվել Կարապետյանը ուրեմն ցանկություն է հայտնել, ինքը ճիշտ ասած ոչ թե 25 միլիոնի գործ է արել, այլ մոտավորապես մի 50 միլիոնի հավանական է, միայն այս բեմը հսկայական գումարներ արժի։ Եվ եթե ցանկություն հայտնվում է, այս միջոցառումը չէ, առհասարակ որ մեծ բաներ կա, որ պիտի տրամադրվի գումարներ կա քաղաքին, բան դա է դրա մասին խոսքը, որ այսինքն քաղաքից ճիշտ ասած հիմա մենք պատրաստվում ենք, հիմա դիմացը եւ նախագիծ արդեն ներկայացված է, դիմացի ավականու նիստին անպայման պետք է ես դադիտամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ուրեմն դա կայանում է նրանում, որ 85 միլիարդ դրամ քաղաքից հավաքվում է, տարվում է հանրապետական բյուջե, հետ է վերադարձվում 4 միլիարդը։ Ասենք աշխատավարձերը, թոշակները եւ մանկավարժներին, բժիշկներին որոշակի գումար, իրոք իրանք նորից աշխատավարձ է տրվում այնտեղից, դա ընդամենը կկազմի 10 միլիարդ, բայց 85 միլիարդը ուր, 10 միլիարդը ուր։ Պատկերացրեք, աղետ տեսած քաղաքը, որ 37 տարի ասվում է, թե ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում, եւ այսօր պետական մոտեցումը սարսափելի է։ Ես գրություն եմ ուղարկել։ Ձեր պետական մոտեցումը ցույց տվեք Գյումրի քաղաքի նկատմամբ։ Պետությունը ինչ անում։ Ասֆալտապատում։ Գիտեք, այդ ասֆալտապատում այն ժամանակ ինքը ասում էր,
թե ասֆալտապատումից շատ ատկատներ կա։ Հիմա այդ ատկատների մասին է, դրա համար եք անում։ 37 տարի մարդիկ տոմիկների մեջ փտում են։ 13 տարի դուրս է եկել մի բնակարան չեք կառուցել։ Մի բնակարան չեք կառուցել։ Մարդիկ խեղաթյուրված են։ Հլարեք իմ ընտունելությունները տեսեք, ես տեսնում եմ մեր ազգին, ես սիրտս լցվում է։ Հիմա էլ եմ ես հուզվում, որովհետև սարսափելի վիճակ է։ Դուք մեր տեղը եկեք հələ տեսեք, հասկացեք, թե ինչ է ժողովրդի վիճակը։ Ժողովուրդը հոգեկան հիվանդ է դարձել, ժողովուրդը խեղաթյուրվել է 37 տարի կռիսների, բաների մեջ ապրում են։ Դուք ասֆալտ եք անում, ինչ է դա ատկատ կա, ես չգիտեմ ինչ կա։ Եկեք բնակարանները կառուցեք, վերջացրեք, սրանով չի կարելի էսքան պահել էս մարդկանց, վերջը չափ ու սահման կա։ 30-40 գործարան է ունեցել այս քաղաքը։ 1926 թվականին, երբ որ երկրաշարժ եղավ, ուրեմն առաջինը կառուցեցին գործարանները, տեքստիլ կոմբինատ կառուցեց, որտեղ աշխատում էր 8000 բանվոր, ամբողջ քաղաքում աշխատում էր 90000 բանվոր, մի աշխատատեղ չեք ստեղծել, 37 տարի մի աշխատատեղ չի ստեղծվել այստեղ, բարձրաձայնում ենք, առաջինը այստեղ պետք է աշխատատեղ ստեղծել եւ բնակարան կառուցել, հետո նոր ասֆալտի մասին մենք կմտածենք, ասֆալտի վրա ասֆալտ եք անում, հենց է բարձրաձայն ասում եք, գիտեք թե հորերից փողերն է բերել եք, գումարները բերում եք եվրոպական բանկերից, հետո ազգը պիտի մենք բոլորից վրա է այդ գումարները, դուք չէ որ տալիս եք։ Դուք չէ որ տալիս եք, դա ձեր գումարները չի, ազգի գումարներն է, ժողովրդի գումարներն է, դրանով չեք կարող դուք ռեյտինգ բարձրացնել։ Մի խոսքով աշխատատեղ եւ բնակարաններ, քաղաքին, որը ամենակարևորն է եւ շատ անհրաժեշտ է։ Դրոն եք կառուցում կամ ինչ որ փամփուշտի նոր տեսակ եք, Ադրբեջանը գնացեք ռակետներ է կառուցում, գրադներ է ստեղծում, գործարաններ է դրի, ամեն ինչ անում է։ Պետությունը ամեն րոպե մենք թշնամու արժեվ կանգնած ենք։ Մինչեւ այսօր, ինչի համար նախկիններն են, ես նախկիններին եմ բանալած, բոլորին չեմ կարող բայց մեծամասնության ասում են, ուրա մեր ռազմական գործարանները, ուրա մեր հրթիռները, ուրա մեր ձենքերը, մենք ինչի դա չենք անում, աշխարհի ամբողջ պոտենցիալը հայ ժողովրդի մեջ կա, այդ բոլոր տեղերը, որ նայում ես ռազմական արդյունաբերության մեջ յան ազգանունը կա, բացի Հայաստանից, այսինքն ինչ է ստացվում, ստացվում է, որ դրսի ուժերը ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, ուրիշ էլ կարծիք չկա, ել չեք կարող կլայեկել, ել չեք կարող խապել, շաբիկը պատրվել է, բոլորս հասկանում ենք, ինչքան խապեցիք, ինչքան սարքեցիք, ինչքան մեկը մեկին սուտ պաստվեցիք, այդ անցավ գնաց վերջացավ։ Հիմա կոնկրետ ժամանակն է կամ դառնում ենք թուրքական վիլայետ, կամ դառնում ենք անկախ հանրապետություն միություններ կազմելով։ Միություններ, եթե Եվրոպայի հետ կարելի է միություն կազմել, թող Եվրոպայի հետ է կազմեն, Ռուսաստանի հետ է կազմեն, որտեղ կարող են թող միություն կազմեն։ Խելացի ղեկավար է պետք, որ կարողանա ճարվիկ լինի, բոլորի հետ միություն կազմի։ Միություն ասելով չի նշանակում անկախությունը ոտնահարում։ Երբ որ առավոտից իրիկուն ասում են Եվրոպայի հետ միություն, ոչ մեկ դրանում չի մեղադրում, բայց երբ որ մարդիկ կանգնում ասում են Ռուսաստանի հետ միություն, դրա համար մարդկանց ապշելու հասկանալի է, որովհետև դրսի ուժերից թուրքական ծրագիր, որովհետև դրսի ուժերից ֆինանսավորվում են հստակ իրենց դրսի հանձնարարականները կատարում են թուրքական կարելի է ասել եվրոպական, բայց չի կարելի ասել, էլի, բան միություն։ Եվ այսօր տոն է, շնորհավորում ենք տոնի արդիվ, նորից եմ ասում, շատ տխուր է, որ Սրբազանի հետ կապված, այս հույս ունենանք, որ իսկապես հայ ժողովրդի ազատագրման օրը կգա։ Սրբազանի կողքին ենք, ավարայրը արժևում է, ինքը Ղևոնդ երեցն է, ես Վարդան Մամիկոնյանը, Գյումրիից պիտի սկսվի, մենք պատրաստենք, ժողովուրդն է մեր կողքին, նայենք ինչ ենք անելու, առաջն Աստված էլ մեր թիկունքի Աստծո խաչը։ Այդ տեսեք, Վարդանանց հրաբարակում եք գտնվում, Վարդան Մամիկոնյանը եւ ավարայրի հերոսը Արշավիր Կամսարականի Շիրակի իշխանի հետ գլխավորությամբ, հայոց վայոց ձորցի կաթողիկոսն է եւ Ղևոնդ երեցն է, եւ մայրը Սահակ Պարտևի աղջիկ Սահկանուշը, մեր սուրբ, հասկանալի է։ Ես գիտեմ, որ ամեն ինչ լինելու է Տիրոջ կամոք։ Իրանց, լսեք, մարդկայինով չէ հայոց ազգի ճակատագիրը։ Աստծով է, հա։ Եվ նաև Աստված, Աստծով է, այդ ամեն ինչ Աստծով է։ Գրիգոր Լուսավորիչի բարեխոսությամբ է, մեր սրբերի բարեխոսությամբ է, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Անանյա Շիրակացու եւ մեր բոլոր մեծերի։ Դուք գիտեք թե դուք եք, հա։ Գիտեն թե իրանք են այս ազգի տերը։ Դու այս ազգի տերը Աստված է եւ մեր սրբերը, որոնք բարեխոսն են Աստծո։ Առաջն Աստված։ Շնորհակալություն։